Բարև ձեզ, դուք դիտում եք Դիտակետը, այսօր իմ զրուցակիցը Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն է։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Փաշինյան, ձեզ հրավիրել եմ զրուցելու քաղաքական ընթացիկ գործընթացների եւ այդ գործընթացներին ձեր վերաբերմունքի մասին եւ մինչ այդ ուսումնասիրում էի ձեր հարցազրույցներն ու հանդիպումները լրագրողների հետ, հանդիպեցի հետեւյալ մի մտքի, երբ Հայազն քաղաքական կուսակցության համագումարի ժամանակ խոսելով լրագրողների հետ, թե ինչ պայմաններում եւ երբ կկանգնեք ԵՌԵԿ-ի կողքին, դուք ասել եք, որ կաջակցեք ԵՌԵԿ-ին միայն այն դեպքում, երբ նա կառաջադրի Սերժ Սարգսյանի հրաժարականի հեռացման հարցը։ Եվ մինչ սրան անդրադառնալը ուզում եմ հարցնել կամ հիշեցնել, որ ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված ձեր հիմնական քննադատությունը եղել է հետևյալը, թե ինչպես կարելի է համագործակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, որը եղել է իշխանության մեջ, ձեր գնահատականներով նաև այս պահին իշխանության ինչ-որ մաս է կազմում եւ պատասխանատու է 2008 թվականի գործողությունների համար։ Դուք դա բնորոշել եք որպես քաղաքական անսկզբունքայնություն եւ այս պահին հայտարարում եք, որ կանգնելու եք ԵՌԵԿ-ի կողքին, եթե բարձրաձայնի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ Արդյոք սա ձեր քաղաքական սկզբունքայնությունից նահանջ չէ։ Գիտեք, նախ դուք առաջին մասը ճիշտ մեջբերեցիք, նույնիսկ ասացիք, թե որտեղ եմ ես այդպիսի բան ասել, իսկ երկրորդ մասում բերեցիք մտքեր արտահայտություններ, որ ես անկեղծ ասած չճանաչեցի, եթե դուք հիշատակեք, թե որտեղ եմ ես այդպիսի բաներ ասել, շատ լավ կլինի, որովհետև մենք ես բազմիցս համագործակցության, հնարավոր քաղաքական դաշտում համագործակցության մասին հարցերի պատասխանել եմ եւ շատ հստակ ասել եմ, որ ի սկզբանե որևէ մեկի հետ համագործակցություն բացառել չի կարելի, որովհետև կարող են լինել տասնյակ հազարավոր իրավիճակներ, որոնք բոլորը կանխատեսել հնարավոր չէ։ Եվ ուրեմն խնդիրը բոլորովին ուրիշ տեղ է, որ յուրաքանչյուր համագործակցության հիմքում պետք է դրվի կոնկրետ նպատակ եւ նպատակին հասնելու միջոցների մասին պետք է ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ եւ այդ պայմանավորվածությունները պետք է լինեն հրապարակային։ Ես ուզում եմ ընդգծել, որ լավ կլինի, եթե միջև եթերներ ժամանակ ունենաք եւ ձեր ասած երկրորդ մեջբերումները դրանք մեջբերումներ չէին, դրանք վերագրումներ էին։ Մեջբերումներ նկատի ունեք այն մասին, որ դուք քննադատել եք Տեր-Պետրոսյանին համագործակցությունը Բարգավաճ Հայաստանի հետ, Տեր-Պետրոսյանին էլ եմ քննադատել, Սերժ Սարգսյանին հետ համագործակցությունը քաղաքական Ռոբերտ Քոչյանին էլ եմ քննադատել, Բարգավաճ Հայաստանին էլ եմ քննադատել, բայց խնդրում եմ քննադատությունները, որովհետեւ տեսեք դուք նույնիսկ մեջբերումը ճշգրիտ չմեջբերեցիք, երբ որ ես Հայազն կուսակցության համագումարի ժամանակ անդրադարձել եմ խնդրին, մեր դիրքորոշումը եղել է եւ կա հետեւյալը, որ մենք ասել ենք, եթե ԵՌԵԿ-ը առաջ կքաշի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, մենք կպաշտպանենք այդ պահանջը։ Դուք մի փոքր այլ կերպ եք մեջբերում, ես խնդրում եմ ներողություն, վիդեոներ կան, ի վերջո տեսագրություն, ես խնդրում եմ մեջբերումներ անելիս լինել ճշգրիտ, որովհետև քաղաքականության մեջ եւ ընդհանրապես կյանքում բառերը շատ կարևոր են եւ յուրաքանչյուր բառ ունի իր սպეციფიկ իմաստը եւ ես խնդրում եմ բառերի իմաստները չշփոթել, որովհետեւ կամ բառեր, որ նման են իրար, բայց կարելի է նմանության տպավորություն ստեղծել, բայց դրանք միևնույնը չեն։ Նույնիսկ հրաժարականի պահանջի աջակցության եւ ԵՌԵԿ-ի հետ համագործակցության միջեւ ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի աջակցության եւ ԵՌԵԿ-ի հետ համագործակցության միջեւ։ Ես ուզում եմ մենք ճշտենք, դուք ինչ եք ուզում ասել, դուք ասում եք, որ ես որևէ համագործակցությունի սկզբանե բացառել եմ։ Չէ, ես ասել եմ եւ մեր դիրքորոշումը եղել է սա, որ ի սկզբանե մենք որևէ մեկի հետ համագործակցությունը բացառել չենք կարող, պայմանով, որ համագործակցություն ասելով կողմերը պետք է շատ հստակ ձևակերպեն, թե ինչ նկատի ունեն։ Վերջերս օրինակ մի հարցազրույցում, երբ որ ես այսպիսի շեշտադրում արի, լրագրողը ասեց ոնց, ուրեմն կարող է նաև իշխանությունների հետ համագործակցեք, լինի այդպիսի իրավիճակ։ Ես ասացի օրինակ, եկեք պատկերացնենք Ադրբեջանը լայնածավալ հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության վրա։ Մենք այս իրավիճակում կհամագործակցենք Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրի հետ, որովհետև եթե այդ պարագայում դու չես համագործակցում
Հայաստանի հետ, բոլոր շերտերի հետ, նշանակում է դու համագործակցում ես Ադրբեջանի հետ։ Հիմա եթե դուք ունեք կոնկրետ մեջբերում, որի հետ կապված ուզում եք իմ պարզաբանումները լսել, խնդրեմ, բերեք այդ մեջբերումը, համոզված Քիչ առաջ դուք ասացիք, որ դուք պատրաստ եք աջակցել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Աջակցության ինչ ֆորմատ եք դուք ենթադրում։ Ես ասացի պաշտպանել Սերժ Սարգսյանի հրաժարականի։ Նույն բառերն են, պարոն Փաշինյան։ Դրանք գիտեք, այնուամենայնիվ բառերը ունեն որոշակի երանգային տարբերություն։ Եվ այնուամենայնիվ ինչպես եք պատրաստվում պաշտպանել այդ պահանջը։ Հիմա ասեմ, թող եռյակը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ մենք պաշտպանելու ձևերը կքննարկենք։ Կարող են լինել տարբեր ձևեր, թող լինի պահանջը, մենք պաշտպանելու։ Եռյակը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Երբ։ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում, հոկտեմբերի 24-ի հանրահավաքում, մարզային այցելությունների ժամանակ։ Ներողություն, մարզային այցելությունների ժամանակ եռյակն ասում էր, եռյակի ներկայացուցիչներն ասում էին, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ ասում են, որ հոկտեմբերի 11-ին դուք արթնանալու եք բոլորովին նոր Հայաստանում։ Հիմա ի՞նչ է, բոլորովին նոր Հայաստանում ենք արթնացել։ Երբ որ ասում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, այդ որտեղ է պահանջում, ինչ նշանակում մարզային այցելություններում։ Այսինքն պարոն Փաշինյան, ինչ տեսակ պահանջ եք դուք ենթադրում։ Օրինակ ես Ազատության հրապարակից հարթակից չեմ լսել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։ Այսինքն դա կա մի րոպե, խնդրում եմ։ Ուրեմն կա ձևակերպված Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։ Օրինակ ասում եք, ինչ պատկերացում կա շատ կոնկրետ պատկերացում։ Եռյակը, խորհրդարանական եռյակը ունի բավարար ձայն է, որ ազգային ժողովում օրինակ հարուցի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջը։ Օրինակ տարբերակներից մեկը։ Այդ որ ասում եք եռյակը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, գիտեք, ձեր շատ դեպքերում լրագրողները ավելի շատ բան են վերագրում, քան թե տեղի է ունենում իրականում։ Եկեք ցույց տվեք ինձ մի րոպե, ցույց տվեք ինձ Ազատության հրապարակում հնչած տեքստերը եւ ցույց տվեք, թե այդ որտեղ է հնչում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Եվ ասում եմ, խորհրդարանական եռյակը ունի շատ կոնկրետ հնարավորություն ազգային ժողովում հարուցել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց։ Եվ օրինակ, երբ որ հարուցվի պաշտոնանկության գործընթաց, իմ ստորագրությունը կլինի այդ նախաձեռնության տակ։ Եթե իրենք դժվարություններ ունեն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալու, ես ինքս կարող եմ նախաձեռնությամբ հանդես գալ, բայց ես չեմ ուզում նախաձեռնությամբ հանդես, չեմ ցանկանում, եթե իրենք ուզում են, դա ես կանեմ այդ նախաձեռնությունը։ Ինչու չեք ցանկանում դուք նախաձեռնել։ Որ չստացվի, որ ես միայնակ փորձում եմ նախաձեռնություն անել եւ այսպես այս եռյակին փորձում եմ իրավիճակ ստեղծել, որ իրենց միացնեմ իմ նախաձեռնությունը։ Բայց դուք միայնակ չեք, դուք քաղաքացիական պայմանագրի անդամ եք։ Ես նկատի ունեմ ազգային ժողովում։ Նաեւ ազգային ժողովում եք ունեք այդ հնարավորությունը սկսելու իմպիչմենտի գործընթաց։ Եթե այդ գաղափարը ձեզ դուր է գալիս, ես խոստանում եմ ձեզ, որ առաջիկայում կհարուցեմ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցով նախաձեռնություն անելու հարց եւ կտեսնենք ոչ իշխանական ուժերի քառյակից կառաջարկեմ նրանց բոլորին միանալ այդ նախաձեռնությանը եւ կտեսնենք թե ով կմիանա եւ եկեք պայմանավորվենք այդ հարցի շուրջ, որովհետեւ ես որովհետեւ շատ կարևոր է, որ չստացվի, որ ես իմ նախաձեռնության ծիրի մեջ եմ ուզում տեղավորել ոչ իշխանական եռյակին, բայց եթե դուք գտնում եք, որ դա շատ հարմար տարբերակ է, ես նաև կարող եմ օգտվել եւ կօգտվեմ առաջիկայում այդ հնարավորությունից։ Ես կնախընտրեի, որ դուք իմ ցանկություններով եւ ցանկություններով չառաջնորդվեք, բայց վերադառնանք պարոն Փաշինյան, կներեք ազգային ժողովի падգամավոր եւ ընդհանրապես ազգային ժողովը պետք է հանրության ձայնին լսի եւ դուք որպես հանրության կարծիքը ներկայացնող եւ հանրության կարծիք ձևավորող շատ կարեւոր է որպեսզի ազգային ժողովի падգամավորները ականջալուր լինեն այդ թվում նաեւ լրագրողների նախաձեռնություններին հանրությունից եկող ուրեմն ազդակներն իրականացնելու։ Այո, եւ առաջինը ես հույս ունեմ, որ առաջինը օրինակ այդ առաջիններից մեկը այդ նախաձեռնությունը կմիանան այն падգամավորները, ովքեր կապ ունեն օրինակ Civilnet
հերոստանգերության հետ։ Դուք նախաձեռնեք, մենք կլուսաբանենք, պարզ կդառնա ով միացավ, ով ոչ։ Պարոն Փաշինյան, եռյակը խոսում է ամբողջական իշխանափոխության եւ արտահերթ ընտրությունների մասին եւ բազմաթիվ անգամներ եւ հարթակից եւ եռյակի հանդիպումներից հետո ասել է, որ իրենց պահանջը իշխանափոխությունն ամբողջական եւ արտահերթ ընտրությունները մնում են օրակարգում եւ իրենք անելու են քայլեր հանգեցնելու ի վերջո երկրում ստեղծված իրավիճակի եւ խաղի կանոնների փոփոխության։ Սա դուք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեք դիտարկում։ Գիտեք, ինձ համար օրինակ ամբողջական իշխանափոխություն, երբ ամբողջական իշխանափոխություն։ Օրինակ մեր խնդիրներից մեկն այն է, որ եռյակը այսպես process-ներ աշուն, գարուն, ամառ, ձմեռ process-ներով կարող են մարդկանց տանել միջև հերթական ընտրություններ։ Եթե իրենք գնում են հերթական ընտրություններ, մենք դա նույնիսկ դատապարտելի չենք համարում։ Մեր ասածն այն է, որ մարդկանց բացատրեք ինչ եք դուք ուզում անել։ Կամ որ ասում եք շուտապույտ իշխանափոխություն, այդ շուտապույտը երբ է։ Ասում եք թե ժաշն շուտապույտ իշխանափոխություն, թե ժաշնանը մնացել է ընդամենը 10 օր։ Հիմա ի՞նչ է տեղի ունենալու, այդ շուտապույտ իշխանափոխությունը երբ է տեղի ունենալու։ Կամ ասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ենք պահանջում։ Ոնց են իրականացնելու այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հիմա տեսեք դուք 20 տարվա ընթացքում Հայաստանում անդադ խոսել են իշխանափոխության մասին, խոսել, իշխանափոխության մասին խոսելը բարդ չի, բարդը մարդկանց ներկայացնելն ազատության հրապարակում, թե ոնց են այդ իշխանափոխությանը իրականացնելու։ Տեսեք, մարդկանց հրավիրում են, ասում են, այ մենք մարտավարությունը չենք բացահայտի, որպեսզի Սերժ Սարգսյանը չիմանա։ Հետո մի շաբաթ հետո պարզվում է, որ ոչ մի մարտավարություն էլ չկա եւ եռյակի ուժերը իրար մասին հայտարարություններ են տարածում։ Բայց եթե իրենք ազատության հրապարակ գալուց առաջ մարտավարություն էին ճշտել, այդ ոնց եղավ, որ մի շաբաթ հետո պարզվեց, որ ոչ մի մարտավարություն չկա։ Էլ չեմ ասում, այդ ինչ գաղտնապահություն է, որ Սերժ Սարգսյանը չիմանա։ Այդ ազգային ժողովի սենյակներում, որ տենց խորհրդակցություններ, ժողովներ են անում, իրենք են ընդդիմադիր ուժերն են քանի անգամ հայտարարել եւ որ այդ ամեն ինչը վերահսկվում է համապատասխան ծառայությունների կողմից։ Այսինքն ինչ իրենց կարծիքով Սերժ Սարգսյանը իրենց խոսակցությունները այդ բաներ, այդ սենյակներում այդ կոնֆիդենցիալությունն ու գաղտնիությունը ապահովված է, իհարկե ոչ։ Ստացվում է, որ իշխանությունը գիտի իրենց մարտավարությունը, իրենք գիտեն իրենց մարտավարությունը, միակ սուբյեկտը, որ չգիտի իրենց մարտավարությունը ժողովուրդն է։ Բայց ելի եմ ասում, ընդամենը մի շաբաթվա ընթացքում պարզվեց, որ ոչ մի մարտավարություն էլ չկա, որովհետև դուք տեսաք Հայ ազգային կոնգրեսը ԲՀԿ-ի մասին հայտարարություն արեց, ԲՀԿ-ն Հայ ազգային կոնգրեսի մասին հայտարարություն արեց, այսօր Ժառանգությունն է ուրիշ հայտարարություն անում, որը վերաբերվում է, այսինքն նկատի ունեմ, պարզվեց, որ ազատության հրապարակի հարթակից սուտ են ասել մարդկանց, որ ասել են, որ կա մարտավարություն, մենք չենք բացահայտում։ Պարոն Փաշինյան, եռյակին պաշտպանելու ոչ մի ցանկություն չունեմ, բայց վերջին հանդիպումից հետո նրանք ներկայացրեցին իրենց գործողությունների պլանը, որ ըստ էության նաև մարտավարություններ, թե ինչ են պատրաստվում անել առաջիկայում։ Բացել շտաբներ, աշխատել հանրության հետ, մոբիլիզացնել, բերել հրապարակ։ Հիմա հարց դա շուտապույտ իշխանափոխությունն է։ Այդ շուտապույտը է իշխանափոխություն։ Հայաստանին անհրաժեշտ է շուտապույտ իշխանափոխություն։ Այո, Հայաստանին անհրաժեշտ է շուտապույտ իշխանափոխություն եւ ոչ թե շուտապույտ իշխանափոխության մասին անվերջանալի գյալաջի, կներեք այդ արտահայտությունը։ Չէ, նորմալ է, պարոն Փաշինյան, այդ դեպքում ինչու պայմանագիրը, քաղաքացիական պայմանագիրը չի նախաձեռնում շուտապույտ իշխանափոխության գործընթաց։ Որովհետև քաղաքացիական պայմանագիրը ասել է, որ քաղաքացիական պայմանագիրը ինքը նոր ձևավորվող կառույց է եւ ինքը ձևավորվում է եւ ձևավորման փուլում է եւ մեզ համար ամենակարևոր խնդիրը հենց այդ է, երբ որ մենք ասենք շուտապույտ իշխանափոխություն, երբ որ մենք ասենք Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, Սերժ Սարգսյանը դրանից հետո մի ամիս հետո պետք է հեռացած լինի։ Բայց այսօր եռյակը տեսեք ոչ մի խնդրեմ չունի, հեռուստատեսություններ ունի, փող ունի, ազատության հրապարակը լցնում է, իրանք ասում են, որ մարդկանց 95% իրենց պաշտպանում է, բայց ում են սպասում։ Չգիտեմ ում են սպասում։ Ում են սպասում, թող իրենք ասեն ում են սպասում։ Եթե սպասում են հերթական ընտրությունների, թող չասեն շուտապույտ իշխանափոխություն։ Իսկ քաղաքացիական պայմանագրին որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կազմավորվի ու դուրս գա ակտիվ քաղաքական գործընթացների հարթակ։ Մենք հիմա ամենօրյա քննարկումների փուլում ենք, մենք հիմա աշխատում ենք հետևյալի ուղղությամբ, որ քաղաքացիական պայմանագիրը պետք է դառնա ինստիտուցիոնալ քաղաքական կառույց։ Եվ մենք այսօր մարդկանց հետ գնում են գյուղ, առանց հեռուստաընկերությունների, առանց տեսախցիկների,
առանց բարեգործությունների գնում ենք գյուղ եւ մարդկանց հետ փորձում ենք ոչ թե փորձում ենք քննարկում ենք անելիքները եւ ներկայացնում ենք մեր մարտավարությունը եւ ռազմավարությունը, մեր մարտավարության եւ ռազմավարության մասին մեր պատկերացումը եւ մենք ասում ենք, որ ըստ էության պետք է անենք հետեւյալը, պետք է Հայաստանում ձևավորվի նոր քաղաքական ընդդիմություն, նոր ինստիտուցիոնալ ընդդիմություն, պետք է ձևավորվի նոր քաղաքական օրակարգ, նոր քաղաքական հարթակ եւ նոր քաղաքական ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է իրագործի այդ ծրագիրը։ Իշխանափոխության այո ծրագիրը։ Բայց մենք ասում ենք, մենք չենք մարդկանց ասի շուտապույտ իշխանափոխություն, որ մարդիկ ոգևորվեն գան ազատության հրապարակ, հետո ասենք գնացեք շուտապույտ իշխանափոխություն հետաձգվում է միջև գարուն։ Գարնանը ասենք աշուն, աշնանը ասենք ձմեռ, ձմռանը նորից գարուն։ Պարոն Փաշինյան, մենք այսօր ասում ենք, մենք այս ռեսուրսները ունենք, չէ՞։ Միշտ ասում, մենք այս ռեսուրսներն ունենք եւ մենք ասել ենք մեր ամենակարևոր սկզբունքներից մեկը մարդկանց հանրությանը չհիասթափեցնելն է։ Հերթական անգամ նրանց չտանել է այս փողոցներով պտտել, այս մեր գրասենյակի Բաքում Բաքի մի քաղաքացի շատ լավ տերմին է տալիս, դա չի վերաբերվում եռյակին։ Դա ընդհանրապես վերաբերվում է վերջին 20 տարի ընդդիմադիր գործելակերպին, որի մասնակից եմ եղել նաև ես, որի պատասխանատվությունը կրում եմ նաև ես, որ այդ process-ը մարդիկ սկսել են անվանել էքսկուրսիա Երևանի կենտրոնով, եւ դրա մեջ ճիշտ է բան կա, զավեշտ կա, բայց նաև իրականություն կա։ Եվ վերջո հերիք է մարդկանց Երևանի փոքր կենտրոնը ցույց տանք մեծադղիրդ խոստումներով, անընդհատ ինչ որտեղ սենց ասելով շուտապույտ վաղը գարուն աշուն ձմեռ եւ այլն։ Մենք մարդկանց հետ պետքա լինենք անկեղծ։ Ինչպես եք փորձելու կանխատեսել իշխանափոխության հնարավոր սցենարները, ինչպես եք փորձելու կանխել հանրության հիասթափությունը։ Եվ վերջո 2008 թվականին ոչ թե իշխանափոխություն տեղի չունեցավ կեղծ խոստումների կամ չգիտեմ հիասթափության հետևանքով, այլ որովհետեւ դուրս եկան իշխանությունները հանրության դեմ։ Ինչպես եք փորձելու դա կանխել։ Ուրեմն, գիտեք, պետք է այդ տեղի ունեցածը շատ վերլուծել։ Օրինակ, ես ձեզ մի օրինակ բերեմ։ Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել որևէ ընդդիմություն, որ Հայաստանի 1988 ընտրական տեղամասում ունենա թեկուզ մեկ վստահված անձ։ Այդ որ ասում ենք ընտրությունները կեղծում են, ինչպես են կեղծում, այդ թվում կեղծում են այն տեղամասերով, որտեղ ընդդիմությունը որևէ ձև կերպ ներկայացված չի, ոչ մամուլ կա, ոչ դիտորդ կա, ոչ վստահված անձ կա։ Այնտեղ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին իշխանությանը գրում են 100-120, երբեմն 130%, հասկանում եք, հա, ու եւ հաղթում են։ Այսինքն ձեր փոփոխությունները լինելու են ընտրությունների ժամանակ։ Փոփոխությունների, ընտրությունները ընդհանրապես կարելի, ես բերեցի մի օրինակ, թե ինչու փոփոխությունները տեղի չեն ունենում։ Այո, ընտրությունները շատ կարևոր գործիք են։ Դուք ինչպես եք կանխելու հիասթափությունը։ Մենք կանխելու ենք հիասթափությունը այնպես, որ մարդկանց խոստանալու ենք այնքան, ինչքան մենք կարող ենք իրագործել։ Սա շատ կարևոր բան է։ Իսկ եթե երբևէ չկարողանաք իրագործել իշխանափոխություն։ Իսկ ինչու՞ պիտի երբևէ չկարողանանք այդ Հայաստանում գործող ընդդիմադիր այս տրամաբանությունն է, որ գարուն աշուն ամառ ձմեռ տրամաբանությունն է, որ երբեք չի իրագործում իշխանափոխություն ու չի էլ իրագործելու։ Կամ նրանց իրագործած իշխանափոխությունը մի անգամ է ստուդիայում ես ասել եմ 98 թվականին էլ ասին, վայ իշխանափոխություն եղավ։ Ընդդիմադիր ուժերը, ովքեր պայքարում էին Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ, եւ տեղի ունեցավ այդ պալատական հեղաշրջումը, շատ ընդդիմադիր ուժեր ասեցին, սա ժողովրդավարության հաղթանակ է։ Ոգևորվել էին, ասում են, վայ, իշխանությունը վերջապես փոխվեց։ Տեսանք ինչ տեղի ունեցավ այդ իշխանափոխության արդյունքում։ Հետևանքով այդ իշխանափոխության հետևանքները մենք այսօր հենց այդ իշխանափոխության հետևանքների մասին ենք խոսում։ Հիմնական խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ խաղի կանոնների փոփոխությունը, համակարգի փոփոխությունը։ Հայաստանի հիմնական խնդիրը իշխանափոխությունն է, ոչ թե իշխանափոխության մասին գալաջինել եմ ասում։ Լավ, ենթադրենք քաղաքացիական պայմանագիրը կամ որևէ այլ քաղաքական ուժ իրականացրեց իշխանափոխության ու եկավ իշխանության, ինչ է փոխվելու կամ ինչպես է փոխվելու իրավիճակը։ Հենց այդ ամբողջ խնդիրը դուք մոտեցաք հաջորդ հարցին։ Ես արդեն նշեցի իշխանափոխության տեղի չունենալու պատճառներից մեկը։ Մյուս պատճառը, հաջորդ ամենակարևոր պատճառն այն է, որ ես էլի այս ստուդիայում ասել եմ մի անգամ էլ կրկնեմ, որ ընդհանրապես ընդդիմությունները երկու հարց պետք է լուծեն։ Առաջինը պետք է ցույց տան, թե ինչու համաձայն չեն այսօրվա իրականության հետ եւ ինչ են առաջարկում այդ իրականության փոխարեն։ Դուք ինչ եք առաջարկում։ Հիմա ես կանդրադառնամ դրան։ Հայաստանի ընդդիմությունները
միշտ այս առաջին հարցը լավ լուծել են, իսկ երկրորդը ձախողել են, որովհետև ոչ մի չի տրվել հենց բացատրությունը, թե ինչը պիտի փոխվի երկրում եւ ինչպես պետք է իրականացվի այդ փոփոխությունները։ Հիմա մենք ինչ նկատի ունենք։ Մենք օրինակ նկատի ունենք, որ այն իշխանությունը, որ մենք ենք պատկերացնում, այն իրականությունը, որ մենք ենք պատկերացնում, այդ իրականության մեջ օրինակ ընտրակեղծիքներ երբեք չեն լինի։ Բայց եթե դա ասում են քաղաքական ուժեր, ովքեր եղել են իշխանության ու այսօր էլ իշխանության են եւ ընտրակեղծարարությանը հսկայածավալ մասնակցություն են ունեցել, մարդիկ իրավունք ունեն չհավատալ այդ խոստումներին, այդ դրա համար է, որ մենք ասում ենք պետք է հրապարակ գա հարթակ կան նոր քաղաքական սերունդ։ Կամ ընդհանրապես ես գիտեք, քանի որ երրակի հետ կապված հարաբերություններին անդրադարձանք, հա, այդ բանն էլ կա, որ ասում են ընդդիմություն, որ ասում են իրենց հետ չհամաձայնվողներին, ասում են ընդդիմություն։ Իսկ կներեք այդ ընդդիմությունն ով է, ԲՀԿ-ն ընդդիմությունն է, օրինակ, եթե ընդդիմությունն է, ինչի են վախենում ազգային ժողովում, օրինակ կանգնեն ու ասեն, որ մենք ընդդիմություն ենք, ինչ խնդրեմ ունի։ Կամ այդ մոտեցումը, որ գիտեք, ընդդիմությունը չպետք է քննադատի։ Այսինքն ներողություն, հիմա ես ավարտեմ միտքս, հա, այդ մենք այդ թայֆաբազությունից ենք երկիրը հասցրել այսօր, որ այս քուչի տղեկով մենք իրար չենք քննադատում, ընդդիմադիրներով իրար չենք քննադատում, իշխանականներով իրար չենք քննադատում, ոչ մենք քննադատելու ենք բոլորին եւ բաց ենք բոլորի քննադատության համար։ Ընդհակառակ ուզում եմ, որ մեզ էլ բոլորը քննադատեն, նրանք ովքեր ունեն կոնկրետ քննադատություն, որովհետեւ դա մեզ ցույց կտա կօգնի ինքներս մեզ տեսնել, դիտարկել կողքից ուրիշի հայացքով։ Պարոն Փաշինյան, հենց այդ հարցի վերաբերյալ ունենալով հանրային վստահություն, քննադատելով իշխանություններին ու զուգահեռ քննադատելով նաև ԵՌԵԱԿ-ին, ստացվում է, որ դուք կամա թե ակամա օգնում եք իշխանության գոյությանը, որովհետև այս պահին ԵՌԵԱԿ-ի քննադատությունների հասցեատերը Սերժ Սարգսյանն է։ Ինչ ԵՌԵԱԿ-ը որոշել է քննադատություններով Սերժ Սարգսյանի պաշտոնան կանի, իսկ միգուցե անցնել կոնկրետ գործողությունների անցնել կամ անցել է արդեն գործողությունների։ ԵՌԵԱԿ-ը քննադատում է ո՞րն է այդ գործողությունը։ Հանրահավաքները, այդ գործողությունների, այդ հանրահավաքների ասելիքը պահանջը, ազգային ժողովում իրենց քվեարկությունները։ Ի վերջո ինչ պիտի անեն, որ դուք համարեք բացի իմպիչմենտից։ Պետք է պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, ռեալ գնան հրաժարականի պարտադրող քայլերի։ Եվ երբ որ ասում եմ իմպիչմենտ, մենակ այն չի, որ թուղթ պետք է ստորագրեն։ Ասում են մենք տասնյակ հազարավոր մարդիկ ունենք, այո, իմպիչմենտի քննարկման ժամանակ այդ տասնյակ հազարավոր մարդկանց հրավիրել Բաղրամյան պողոտա, եւ դա քաղաքական իրավիճակը կփոխի լրիվ։ Այդ որ ասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ենք պահանջում, ոնց են պահանջում արտահերթ խորհրդան, որևէ մեկը կարդացել է սահմանադրությունում, որ դեպքերում են տեղի ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ինչ ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ Սերժ Սարգսյանի հետ գիշերային հանդիպումներով հասնեն արտահերթ ընտրությունների, թե իշխանափոխության են ուզում Սերժ Սարգսյանի հետ գիշերային հանդիպումներով հասնեն։ Բաղրամյան 21-ը ամեն դեպքում լուծում չի հաշվի առնելով 2026-ը կներեք, Բաղրամյան 26 մարդկանց տանել Բաղրամյան 26, դա լուծում չի կարող լինել։ Գիտեք ինչ, հիմա դուք ասում եք իրենք ասում են իշխանափոխություն, ես ասում եմ 20 տարի բոլորը ասում են իշխանափոխություն։ Հետո որ ասում են իշխանափոխություն, պետք է թևերներս կշտենք, գնանք ասենք, վայ, այս ինչ հզոր եւ այս ինչ իմաստուն մարդ ես, որ ասիր իշխանափոխություն։ Բայց նախագահական ընտրություններից հետո ժառանգության կողքին Ռաֆի Հովհաննիսյանի կողքին կանգնեցիք, չէ՞, հավատալով նրա հայտարարություններին։ Ես Ռաֆի, ուրեմն, տեսեք, ես մանրամասն իմ ելույթներով, տեքստերով պարզաբանել եմ կետ-կետ, թե ինչու եմ ես այսօր գտնվում այստեղ։ Եվ բացի ԵՌԵԱԿ-ից հրապարակում կան նաև 15 ոստիկանների հրապարակած թվով ԵՌԵԱԿ-ի անդամների թվով նաև 30,000-ի հասնող մարդիկ, ովքեր դուրս են եկել եւ պահանջում են փոփոխություն։ Շատ լավ է։ Ինչու դուք չեք կանգնում իրենց կողքին։ Ում կողքին։ Ժողովրդի։ Ես միշտ էլ ժողովրդի կողքին կանգնած եմ, ես ամեն օր ժողովրդի կողքին կանգնած եմ։ Այսինքն հիմա էլ այդ բանն է, ով որ այդտեղ ԵՌԵԱԿ-ի հարահավաքներին չի մասնակցում, նա ժողովրդի կողքին վերադառնում ենք քննադատություններին։ Ինչով եմ զբաղված, որ ժողովրդի կողքին կանգնած չեմ, բայց ում կողքին եմ կանգնած։ Դուք չեք հետևում իմ խորհրդանական գործունեությանը։ Պարոն Փաշինյան, մենք ոչ միայն հետևում ենք, մենք հեռարձակում եւ առանցին բա ինչ է նշանակում ժողովրդի կանգնած։ Ժողովուրդը Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռաֆի Հովհաննիսյանն են, հա։ Ոչ։ Բայց դուս եկեք հենց հիմա խնդրում եմ դուս եկեք փողոց եւ մարդկանց հարցրեք, ես իրանց կողքը կանգնած եմ, թե կանգնած չէ։
Չէ, ես երևի սխալ ձևակերպեցի հարցս կամ սխալ հասկացվեցի։ Ես նկատի ունեի, երբ դուք ասում եք, որ ես բացատրել եմ, թե ինչի եմ եղել Ռաֆի Հովհաննիսյանի կողքին, որովհետև ժողովուրդը այնտեղ էր եւ պահանջում էր։ Ոչ, ժողովուրդը տեղի էր ունեցել նախագահական ընտրություններ։ Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ եւ ժողովուրդը ընտրել էր իր նախագահին։ Եվ ես պարտավոր եմ ինձնից կախված ամեն ինչ անել, որպեսզի ժողովրդի ընտրված նախագահը հասնի իր կարգավիճակին։ Ժողովուրդը ընտրել էր իր նախագահին, հասկանում եք։ Եվ դա նրանից չէր, ես որ Ռաֆի Հովհաննիսյանին լավ կամ վատ էի վերաբերվում, ժողովուրդը կատարել էր իր ընտրությունը եւ իմ քաղաքական պայքարի ամբողջ իմաստն ու տրամաբանությունը եղել է այն, որ ժողովուրդը իր ընտրությամբ կարողանա ընտրել իշխանություն։ Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, ժողովուրդը ընտրել էր իր նախագահին եւ իմ պարտքն էր ծառայել ժողովրդի ընտրությանը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Շատ լավ, եւս մի հարց, պարոն Փաշինյան, խոսեցինք ընտրություններ, ընտրակեղծիքներ Բարգավաճ Հայաստանի մասնակցության այդ մասին, այս պահին ԵՌԵԱԿ-ը նախաձեռնել է ընտրական օրենսգրքի կամ բարձրացրել է եւ պատրաստվում է նախաձեռնել արտահերթ նիստ խորհրդարանում, որտեղ կքննարկվի ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելը, որի գլխավոր մեխը ընտրացուցակների հրապարակումն է ընտրություններից հետո։ Արդյոք սա բավարար պայման չէ վստահելու, որ ընտրակեղծիքները գոնե 50%-ով կդառնան վերահսկելի եւ կանխվեն։ Հիշեցրիք, հիմա ազգային ժողովում կա երկու նախաձեռնություն արտահերթ քննարկումների։ Մեկը կառավարման ճգնաժամի, մեկը ընտրական օրենսգրքում փոփոխությունների։ Եվ երկու նախաձեռնությունների տակ էլ որպես падգամավոր իմ ստորագրությունը դրված է։ Եվ ընտրական փոփոխությունների հետ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված, ելնի իմ ստորագրությունը դրված կլինի։ Այսինքն միջև հիմա ԵՌԵԱԿ-ի բոլոր արտահերթ նախաձեռնությունները, որտեղ արտահերթ քննարկում եւ նիստ են նախաձեռնել, իմ ստորագրությունները առանց բացառության բոլոր թղթերի տակ դրված են։ Եվ այսինքն էլ ինչ պետք է անենք, ասենք սուրճ պետք է մատուցենք ԵՌԵԱԿ-ի ներկայացուցիչներին, իրականացնել մի փոփոխություն, որը կկանխի հետագա ընտրակեղծիքների գոնե 50%։ Տեսեք, նրանք չեն պատրաստվում, մենք երբ որ փոփոխությունը տեղի կունենա, ասենք փոփոխությունը տեղի։ Բայց եթե տեղի չունենա, իրենց մեղքով չէ, որ պիտի տեղի չունենա։ Խնդիր չկա, ես նկատի ունեմ, եթե մենք անդադ նույն անիվի մեջ պատտվում ենք եւ անդադ ասում ենք, վայ, պարզվեց այս իշխանությունը բիրտ է։ Եկեք արձանագրենք դա, հա, այս իշխանությունը բիրտ է։ Այս իշխանությունը չի փոխվելու, ապօրինի է, հանցագործ է, կոռումպացված է, ինչ ուզում եք ավելացրեք։ Խնդիրը ուրիշ բանի մասին է։ Խնդիրը իմ խնդրեմը ուրիշ բանի մասին է։ Ես ասում եմ, խնդիր ունեմ հետեւյալի հետ, մարդկանց ամեն անգամ շուտափույթ իշխանափոխության կոչով բերել ազատության հրապարակ եւ շուտափույթ իրենց ուղարկել տուն անորոշ ինչ-որ բաներով, վայ, մարտավարական, ռազմավարական, գիտահետազոտական եւ այլն։ Ես ասում եմ հարթակը, ես չեմ լինեն հարթակում, որ մարդկանց հետ չի լինի ազնիվ։ Ես կներեք բավարար քաղաքական ճանապարհ եմ անցել, այս հետևություններին գալու համար, որ եթե կա մի սուբյեկտ, ես ընդհանրապես ոչ ԵՌԵԱԿ-ի, ոչ քարդիակի, ոչ էլ Հայաստանում ձեզ հայտնի որևէ քաղաքական գործ չի առաջ, պատասխանատվություն չունեմ։ Ես պատասխանատվություն ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իմ ընտրողների առաջ, ովքեր քվեարկել են հատկապես իմ օգտին, եւ ես այդ պատասխանատվությունը կրելու եմ անկախ ամեն ինչից։ ԵՌԵԱԿ կլինի, քարյակ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, այդ ամեն ինչ համար որևէ նշանակություն չունի։ Այն հարթակը, որը ազնիվ կլինի ժողովրդի հետ, այն հարթակում լինելու հարցը ես կքննարկեմ։ Ես կքննարկեմ։ Իսկ այն հարթակը, որի հետ կապված ես ունեմ լուրջ փաստարկներ, որ այդ հարթակը այնուամենայնիվ ազնիվ չի հրապարակում կանգնած ժողովրդի հետ, ուրեմն այդտեղ կան բազմաթիվ հարցեր։ Երբ որ կլինեն այս բազմաթիվ հարցերի պատասխանները, ուրեմն կլինի նաև իմ համապատասխանը։ Եվ վերջին հարցը, պարոն Փաշինյան, ո՞րն է ազնվության չափման ձեր միավորը։ Ազնվության չափման իմ միավորը հետևյալն է, որ ասում ենք այն, ինչ մտածում ենք, անում ենք այն, ինչ հայտարարում ենք։ Փակ սենյակներում ուրիշ բան չեն խոսում, հրապարակներում ուրիշ բան չեն։ 2008 թվականին փորձեցին անել այն, ինչ հայտարարել էին, արդյունքում ունեցան մարտի 1։ Այսօր կարծում եք ռեսուրս ունի հայ ժողովուրդը, ընդդիմությունը, չգիտեմ, դուք ռեսուրս ունեք գնալու նմանատիպ բախման իշխանության հետ։ Ունենալով ազնվությունը իմիջայլոց, լավ հիշեցրիք, երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացում նախ բախում չի եղել, եղել է հարձակում իշխանությունների կողմից, սրանք տարբեր բաներ են, ու երկրորդը
Այդ հարցակումներից որպես կանոն տուժել են շարքային քաղաքացիները, որպես կանոն տուժել են ամենաշատը համենայն դեպս շարքային քաղաքացիները։ Այդ հարթակի ամենաէլիտար մասան այդպես էլ ոչ մի խնդրեմ չի ունեցել։ Շատ հանգիստ անցկացրել են այդ հարցակումներն էլ, հետապնդումներն էլ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ազնվության չափանիշը ինձ համար սա է, որ ձևավորվի ի վերջո հարթակ, որը տանում է մարդկանց դնում է հարվածի տակ, այլ հարվածները ինքն է վերցնում իր վրա։ Այսինքն գնալ Բաղրամյան 26 էլիտար լինելով առաջի շարքում, պարոն Փաշինյան։ Հարգելի Արփի, ես ինչու եք դուք իմ ամենասկզբում դուք շատ երկար տեքստ ասցիք, որը չգիտեմ որտեղից եք մեջբերել։ Հիմա իմ հարցազրույցներից, պարոն Փաշինյան։ Իմ հարցազրույցներից ես իմ բոլոր հարցազրույցները շատ լավ հիշում եմ։ Ես քաղաքականությամբ եմ զբաղվում եւ հավաստիացնում եմ ձեզ, որ ես ամեն բառը արտասանելուց առաջ գիտեմ ինչ բառ եմ արտասանում։ Եվ խնդրում եմ, եւ երբ որ դուք մեջբերում եք անում, ես շատ լավ ճանաչում եմ, դա ինձնից է մեջբերում, թե դա ինչ որ մի տեղից վերցրած, վերաշարադրած, վերաձևակերպված է։ Մենք կարող ենք առանձին հաղորդում նվիրել, ես պատրաստ եմ, բերենք դնենք համակարգիչը, դուք անեք մեջբերումները եւ տեսնենք ձեր արած մեջբերումները ինչքանով են համապատասխանում եթերում ձեր հնչեցրած մեջբերումների հետ։ Ինչ վերաբերվում է Բաղրամյան 26-ին եւ այլն եւ այլն եւ այլն, իմ ասածը հետեւյալն է, ես որ Բաղրամյան 26-ի մասին ոչ ասեցի, ոչ էլ չասացի։ Դուք ստանեք գնանք շարժվենք տանեն այս մարդկանց։ Ես ուրիշ բան ասացի, օրինակ, երբ որ ասում եմ Սերժ Սարգսյանի impeachment, երբ որ դա խորհրդարանում քննարկվի, այդ մարդիկ գան կանգնեն խորհրդարանի առաջ եւ ասեն, որ այո, իրենք էլ պահանջում են եւ միանում են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջին։ Ես դες սխալ էի հասկացել։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան, կսպասենք ձեր նախաձեռնությանը impeachment-ի վերաբերյալ, հուսով եմ այդ ժամանակ կհանդիպենք ու նորից կզրուցենք, ստացվեց իրականացնել այդ գործընթացը, միացան ձեզ քաղաքական ուժերն ու առանձին անձիկ, թե ոչ, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ մեջբերումները բառացի թերևս չեմ կատարել, բայց ամեն դեպքում փորձել եմ փոխանցել միտքը։ Ամեն դեպս այն մեջբերումները, որոնք ես ասացի, այն ինչ որ այս հաղորդման շրջանակներում ես ասացի, ուրեմն իմ ասած որևէ բան չի հակասում նախկինում իմ ասած որևէ մտքի կամ արտահայտության։ Ուրախ եմ դրա համար, ես միայն շնորհակալ եմ, շնորհակալություն այլ ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։